Մերոնք կետե եմ, կայքի եթերին ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Այսօրվա հաղորդումը, այսպես ասենք, արտա գնա է, որոշեցի փողոցում մի քիչ քայլեմ, բայց ոտքերս ինձ բերեցին նորից ու նորից իմ սիրունի մոտ։ Բայց մինչ իմ սիրունին հասնել, ես ես խոստանում եմ, իմ սիրունը այսօր վերջին անգամ եմ մտցնում այսպես կոչված իշխանությունների աչքը։ Բազում խնդիրների առաջ կանգնեցին, մասնավորաբար Գյումրիի ընտրություններն են եւ դրա պատճառները, թե ինչու այսպես եղավ։ Այս իմ սիրունը տեսնում է, այդ պատճառներից մեկը սա է։ Երբ Նիկոլ Փաշինյանը որոշում է, ասում է դե այսքան դպրոց պիտի սարքեն, կրթություն է պետք։ Ինչի եք սարքում դպրոցը, երբ մի մարդ կարող է ինձ ասում են, ախր սա հեշթեգ է։ Հեշթեգը կարող է մարդը իր տանը պայել, հեշթեգը չի կարող հայտնվել Կոմիտասի պողոտայում պատի վրա։ Հեշթեգը կարող է լավագույն դեպքում, եթե այս հեղինակը տղամարդ է, իր կնոջ թիկունքին գրի իմ սիրուն, կամ չգիտեմ իր հարազատների, բայց հեշթեգը Կոմիտաս փողոցում չի կարող հայտնվել։ Մեկ, երկրորդը, ուղղագրական կանոնն ասում է իմ սիրուն, երբեք միասին չի լինի։ Հիմի եթե ուսանողը, աշակերտը, դպրոցականը պիտի գա տեսնի ու հարցնի, հայրիկ, իմ սիրունը միասին է գրվում, բնականաբար հայրն ասում է չէ, բա ասում է այս ոնց է գրված։ Հիմա Նիկոլ Փաշինյանը միթե գետինը չի մտնում, երբ այս ամենը տեսնում է։ Ուզում եք իմանալ պարտության պատճառը։ Բոլորը այսօր հայհոյում են գյումրեցիներին։ Գյումրեցիներին հայհոյել պետք չի։ Գյումրեցին եւ ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքացի իր ձայնը տվեց, այսպես ասած, հեղափոխությանը։ Թավշյա, չգիտեմ, ոչ բռնի, կիսաբռնի եւ այլն, ինձ ածական ասած կպցրեցին դրան, բայց ինձ ստացա։ Գողը պիտի լինի բանտում։ Գողերը այսօր ընտրություն են անում։ Գողերը այսօր կաշառք են բաժանում։ Գողերը այսօր պատտվում են քաղաքում։ Այդ քաղաքի ժողովուրդը ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանի կամ Թավշիկցներին, որ ազատվեն այս ամեն ինչից, հանկարծ տեսնում են տարիներ շարունակ, այս մարդիկ շարունակում են բարգավաճել։ Հիմի նշանակություն չունի, մի ժամ հետո Վարդան Ղուկասյան կբռնեն, չեն բռնի, կապ չունի, քիչ ներքև Կոմիտաս պողոտայի վրա ՍԱՍ-ի արտակի ՍԱՍ օբյեկտն է։ Հիշում եք, թե կաշառակերության կամ ընտրություն կեղծելու ինչպիսի ձայնագրություն հայտնվեց համացանցում։ Հայտնվեց, մի աղջկա ասում է, այդ շլյապա դրած բան ես գալիս ես կամ փող եք տվել, այդ նույն ՍԱՍ-ի արտակն է։ ՍԱՍ-ի արտակը դեռ սասում է, դեռ պատասխան չտվեց այս արատավոր երևույթի։ Ահա թե ինչու խնդիրներ կան, եւ դրանք փոքր խնդիր չեն, ինչու իմ սիրունի պես բազմաթիվ տգիտություններ կան։ Այս տգիտության հեղինակը գործող այն ինչ էր համբալ, չէ, համբալի չէ, համբալներից խոսացող մեկը կար, դրա տղան է քաղաքապետ, ասում է, ասա հայրը տովա ասեմ դու ով ես։ Սա վիրավորելու համար չեմ ասում, երբ մարդը կարող է իրեն թույլ տալ, ձեռք 2 կոպեկ են գել, մի չգիտեմ, խոճուճ ավտոյոնի անունը Տեսլա, ասեն համբալ օպելի շոֆերները, սենց են անում, ինքը հենց համբալների համբալն է։ Այդ համբալների համբալ տղան քաղաքապետ է եւ այս տգիտությունը Երևան քաղաքի պատին է։ Արդեն երկրորդ տարին է։ Այդ դպրոցներն ինչու եք սարքում, պարոն Փաշինյան, կամ այն հիմարությունը, որ արտահայտվելով ման եք գալիս։ Գիտեք, կրթությունը նորաձև է, մոդա է, հա, կրթությունը։ Ոնց կարող է կրթությունը նորաձև լինել։ Կրթությունը դա պարտադիր է, կրթությունը դա հաց ու ջուր է։ Եվ ոնց որ մեկին գնաս ու ասես, այ որ դու հաց ուտես, սոված չես մնա, որ սոված չմնաս չես հիվանդանա, եւ ամեն օր նույն ապուշությունը ասել մարդու։ Հաց ունենա ուտելու, այդպես էլ կիմանա, այնպես է։ Ահա այսպես մի կողմից ասում եք կրթությունը մոդ է, այնիշ դա պարտադիր նախապայման է, մյուս կողմից անկրթությունը փողոցում ճճում է, ձեր երեսին է թրջում, ու դուք անամոթաբար, ես դեռ մեղ խոսքեր եմ ասում, քանզի ինձ համար ապշելու եմ, այսքան ժամանակ միտումնավոր չտեսնել, ձեր խնդիրն ինչ է։ Արդարության վերականգնումը, անցած անգամ հոռոմիտերի մասին պատմեցի, որ դա ոչ թե հոռոմը, այսպես ասած, բաց է թողել, այլ դա այն անարդարության կռիվն էր, տեար հող էր նշանակում եւ հայերը ամեն անգամ նեղանալուց ասում էին, դա էլ չեղավ հոռոմիտերը։ Արդարություն են ուզում, արդարության համար կանգնեցին։ Սերժենք այնքան վատն էին, որ ձեր տեսակը եկավ ու դարձավ երկրի ղեկավար։ Ինչ արեցիք։ Սուտը վատ բան է։ Անազնվությունը վատ բան է։
Անազնիվ եղակ ընտրողների հետ, չասացիք ուր ենք հասել ինչ հանգրվանի, չասացիք ինձ տվեք մանդատ հանձնեմ այս տարածքները խաղաղությունը փորձեմ ապահովել, կամ էլ թողեք գնամ, քանզի իշխանությունը ձեր համար էլ թանկ եղավ եւ դա հազարավոր երեխեք նստեց, այո մենք գիտենք, որ այն թափթփուկները մեղավոր են, արդարությունը պատկերացնում եք, հիմա ես ասեմ Քոչարյան Ռոբերտը ամենամեծ հանցագործն է, ամենամեծ թափթփուկը այս երկրի, երբ Արցախին բանակցային սեղանից հանեց եւ Հայաստանը դարձավ բանակցող կողմ, եւ այսօր Ալիևը իր, այսպես ասած, գերության մեջ գտնվող պաշտոնյաներից այդ խոստումներն է փոկում կամ այդ խոստովանությունները, թե ասեք, նրանք էլ ասում են Հայաստանը այսպես որոշեց, Հայաստանը այնպես որոշեց, այն իրականում Հայաստանը միշտ հայտարարել էր, միջև Քոչարյան Ռոբերտի նման հանցագործը գա իշխանության, միշտ հայտարարել էր, որ Հայաստանը երաշխավոր է, որ մեր հայրենակիցներին չկոտորեն, մենք դա թույլ չենք տա, բայց կոնֆլիկտի կողմ չենք, մենք չենք ուզում այդպես, բայց այդ մարդկանց բնորանում մորթում ենք, ոնց կլինի։ Եվ այս բալանսը խախտվեց, երբ որ Քոչարյանի պես ոչ մի բանը եկավ եւ ասեց այլևս ես կորոշեմ, ես եմ Ղարաբաղցին, ես եմ ու Ղարաբաղը դուրս եկավ։ Այսինքն այսօր մենք ամենամեծ հարվածը ստացանք։ Միջազգային դիվանագիտական ասպարեզում դա ամենամեծ թշնամանքն էր։ Նվերն էր Ալիևների եւ թշնամանք հայ ժողովրդի հանդեպ։ Հիմա մի օր ասում եմ Քոչարյան Ռոբերտը հանցագործ է։ Ասում են, բա որ հանցագործ է, ինչու նստած չի։ Հա, Նիկոլ Փաշինյան։ Այդ որ Գյումրիում արհամարեցին ձեզ, արհամարեցին իրենց ազատությունը ձեր ասած, այս դրա համար, որ դուք պարզապես երեսպաշտությամբ զբաղվեցիք։ Փոխարեն ասեք կամ անեք այն ինչ պիտի լինի, Քոչարյան Ռոբերտը դավաճանության համար պիտի դատապարտված լիներ, ինչու, քանզի դավաճանություններ բերել Արցախը կոնֆլիկտ որպես կողմ հանել եւ Հայաստանը դարձնել կոնֆլիկտի կողմ։ Դրանից այն կողմ դավաճանություն չկար։ Էլ չեմ ասում մնացած թալանները, պատերի տակ սպանված մարդիկ։ Բայց ես ինչի համար բերեցին այս ժողովուրդը։ Ձեր սպասյակները ինչու են այսօր զայրացած, վայ, թքեմ, գյումրեցիքի թասիբը որն է։ Գյումրեցու թասիբը կամ Հայաստանցու թասիբը ձեր վարքի հետ կապված փոփոխվեց։ Զզվեցին, հիասթափվեցին։ Երբ գնում եք կարկանդակը կրտում, երբ որ ասում կծած տեղերը ցույց տալիս ու նկարվում, մարդիկ զզվեցին։ Երբ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 17 կետերը մենք արդեն ապահովել ենք, պայմանավորվել ենք, մի երկու կետ է մնացել, սահմանադրությունն էլ պիտի փոխեն։ Այս ժողովուրդը ճչում է, ասում է իրենց սահմանադրության մեջ գրված է Արևմտյան Ադրբեջան, նկարտում ունեն Հայաստանի հանդեպ, դուք դա միայն պիտի չասեք, դուք պիտի պահանջեք, որ Ալիևն էլ իր սահմանադրությունը փոխի։ Չէ, չի ուզում, կռվողը մենք ենք, Ամենամեծ մտահոգությունը, որ ես ունեմ, եւ որ հայ ժողովուրդն ունի, ապահովել եք մեր ինքնապաշտպանությունը, միևնույնն է, Ալիևը նորից է փորձելու։ Նորից է փորձելու։ Այն արժեքը, որ դուք շատ հաճախ այդպես էլ չկարողացաք հասկանալ, էլի պատմեմ, որ իմանաք, մի ցեղախմբի, այսպես ասած, առաջնորդ պարտվում է, մյուսը դիմացինն ասում է, դե որ պարտվել է, ձիթ պիտի տաս, իսկ ձին արժանապատվություն է, այն թվականներին, ասում միջնադարի կամ չգիտեմ, կրվողների համար, դա ասում է, ձիս կտամ, պարտվել եմ, ասում է կինդ էլ ես տալու, ասում է կինս էլ կտամ, ասում է այն մի հեկտար հողը, որ այնտեղ կա խամ ու խոպանը, հետ էլ պիտի մեզ տակ, այստեղ ես ցեղապետն ասում է, ձիս կտամ, կինս կտամ, բայց այդ հողն իմը չի, չեմ տա, կրվում ենք միջև վերջ, հիմա ինչ որ մի բեխավոր լակոտ լուկուտ նկարտումներ ունի, այս երկրի, այս տարածքի, ջերմուկի սարի, մյուսի, ու դուք այս պահին միայն խոսում եք խաղաղության մասին։ Հուսանք, որ երբ Ալիևի կողմից զենքերը կորոտան, մենք պատասխան կունենանք տալու։ Հակառակ դեպքում իրոք ձեզ, ձեր թավշիստներին ոչինչ չի պետք։ Ես սա ուրախանալով չեմ ասում։ Ես շատ լավ գիտեմ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում ինչպիսի գործունեություն է ծավալել որպես լրագրող։ Ես գիտեմ այն պակասները, ես տեղյակ եմ շատ բաների, ես անձամբ շփվել եմ շատ հարցերի հետ, բայց այս ժողովրդի հույսը այսքան կոտրել, որ փողոցի հանցագործը գա ու վերարտադրվի մի քաղաքում, դա ձեր վատ աշխատանքի արդյունքն է։ Եվ մեկ էլ
էլի իմ սիրունը։ Դուք այնքան տգետ քաղաքապետ ու պաշտոնյաներ եք նշանակել։ Այսօր ասում եք կադրային սով կա։ Գիտեք ինչու կա, որովհետև դուք յուրային եք նշանակում պաշտոնների, երբեք մասնագետ չեք նշանակում։ Քանզի վախենում եք, որ ձեզ թիկունքից կխփեն։ Գուցե դա էլ մարդկային է, բայց այնուամենայնիվ մասնագետներին էլ պահեք, որ աշխատեն, որ այս թափթփուկությունը փողոցում չհայտնվի։ Սա ուղիղ ձեր դեմքն է։ Այստեղ կարող էր գրված լինել, ասենք Տիգրան Ավինյան միասին, Նիկոլ Փաշինյան միասին։ Ինչ տարբերություն։ Մի հայվան կորոշի հեշթեգ անի։ Ու մնացած հայվանները կլռեն այս մասին։ Այս մասին էլ չեմ խոսելու։ Նիկոլ Փաշինյան եւ մյուսներ, բայց հիշեք, մեկը գրում է, ասում է, այնքան քննադատեցիք, որ այ Գյումրիում չընտրեցին։ Հա էլ իմ քննադատելով Նիկոլին չընտրեցին։ Չէ, այդպես չի։ Նիկոլ Փաշինյանը այնքան վատ կառավարեց, այնքան վատ կառավարիչներ դրեց, այնքան թույլիկ չհարգված մարդկանցով շրջապատեց Գյումրու քաղաքապետարանը եւ մնացածին, որ այսօր։ Ինչևէ, այսօրվա արտագնա հաղորդումը այսքանը կհանդիպենք հաջորդիվ լավ կասենք։